Ուրփաթորյա անակնկալներով լի մուլտիպլիկացիոն ողջույններ ձեզ իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, գիտեք։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, դա էլ գիտեք։ Ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, կախարդական փոստարկղը, ապաչիները, այսինքն ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, աղի ձողիկներով, որը մոռացա, մարշմելոներով, նախաճաշիկներով հանդերձ, ինչպես նաև դուք արդեն գիտեք, մենք ունենք ապաչի հավաքածու պարկ, այնտեղ ամեն ինչ կա, որպես մրցանակ։ Դուք գիտեք ինչպես մրցանակին մասնակցել, ինչպես ճանաչվել հաղթող եւ ստանալ այսպիսի նվեր Քերի Մուլտիկնիկի եւ ապաչիի կողմից։ Հա, միջալոց, ձեզ նաև ողջունում եմ մեր բարի Քերին ժամապահ։ Ողջունում եմ, մեզ երկար ժամանակ կտա, որպեսզի մեր այն սկզբից անակնկալներով լի ողջույնները արդարացնենք։ Ճիշտ է, այսօր մենք չենք նկարելու, բայց ունենք մի քանի էջ։ Կախարդական փոստարկղ էջը, որ քիչ հետո մենք մեր նամակների սենյակից ընտրված ծրարները պետք է բացենք։ Ունենք, արդեն գիտեք, ունենք Ծուր թատրոնի ուղի խորհուրդները։ Էջը, որտեղ մեր Ծուր թատրոնի արտիստները, պատանի արտիստները ձեզ հետաքրքիր խորհուրդ կտան բջջային հեռախոսների եւ համակարգչային խաղերի մասին, վերջում էլ կդիտենք մի հետաքրքիր ներկայացում։ Իհարկե, բազմաթիվ փոքրիկ հեռուստադիտողների խնդրանքով վերջում դիտելու ենք Ծուր թատրոնի կողմից ներկայացվող Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեքիաթը, իհարկե, հեռուստատեսային ներկայացում հեքիաթը։ Պատրաստ եք։ Դե եկեք գնանք Ծուր թատրոնի ուղի խորհուրդները էջը, տեսնենք մեր Ավետ Ավետիսյանը, Ոսկան Ոսկանյանը ինչ խորհուրդ կտան ձեզ, հետո կգաք ես տաղանդավոր փոքրիկների ծրարներ պետք է բացեմ, ցուցադրեմ նրանց նկարները։ Դեպի Ծուր թատրոնի ուղի խորհուրդներ։ Ալ-Բուլդա։ Ողջույն հարգարժան մեծեր։ Մեր հեռուստատեսային ողջույնները հղում ենք պատանիներին եւ փոքրիկներին։ Ինչպես միշտ, եթերում Ծուր թատրոնի ուղի խորհուրդներն են։ Ձեզ հետ են Ավետ Ավետիսյանը եւ Ոսկան Ոսկանյանը։ Այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք բջջային հեռախոսների եւ համակարգչային խաղերի դրական եւ բացասական կողմերի մասին։ Եվ մեր փոքրիկ խորհուրդներով ցանկանում ենք պիտանի լինել մեր հասակակիցներին եւ հատկապես երեխաներին։ Սկզբնական խոսենք բջջային հեռախոսների մասին եւ միասին կպարզենք նրանց դերը երեխաների շրջանում։ Նախ եւ առաջ, բջջային հեռախոս շատ օգտագործելու դեպքում դուք կվնասեք ձեր առողջությունը։ Ձեռք կբերեք տարբեր հիվանդություններ, գլխացավեր, աչքերի հոգնածություն, տեսողության կորուստ, սթրեսներ եւ այլն։ Առաջին հայացքից բջջային հեռախոսները երեխաների համար համարվում է կախարդական լապտեր, որը կատարում է նրանց ցանկությունները։ Առաջ է գալիս համար 1 թշնամին՝ ծուլությունը։ Երեխան այլևս չի օգտագործում իր մտավոր կարողությունները, ինչպիսիք են թվեր հաշվելը, տեղեկության որոնումը, քանի որ նրանք հույսը դնում են հեռախոսի վրա, իրենց հմտությունները զարգացնելու փոխարեն։ Եկեք խոսենք նաև ոչ առողջական վնասների մասին։ Մեծանում է այն երեխաների թիվը, որ օգտագործում են իրենց հեռախոսները հասակակիցների հանդեպ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար։ Վիճաբանությունները կարող է լինել անարդար դպրոցում եւ նույնիսկ նրանց սեփական տան սենյակում, հաղորդագրությունների շնորհիվ։ Սիրելի ծնողներ, եթե ձեր երեխան այդպիսի վիճաբանությունների մեջ է հայտնվել, այդ խնդրի մասին անմիջապես հայտնեք ձեր հեռախոսային ծառայությունների մատակարարին կամ ուղղակի փոխեք նրա հեռախոսահամարը։ Մինչդեռ ծնողները բջջային հեռախոսը համարում են գործիք, երեխաների համար այն հասարակական կյանքի ու զվարճալիքների անբաժան մասն է։ Սիրելի ծնողներ, եղեք զգոն եւ ուշադիր ձեր երեխաների գործողություններին, հատկապես երբ նրանք զբաղված են հեռախոսներով կամ համակարգչային խաղերով։ Հա, մի երկու խորհուրդ էլ համակարգչային խաղերի մասին։ Եթե առօրյա խաղերը օգնում են նախապատրաստվել կյանքին, ապա համակարգչային խաղերը հակառակ ազդեցությունն են ունենում։
Այսինքն ավելի շատ կտրում են իրական կյանքից եւ ավելի դժվարացնում են ադապտացիան իրական կյանքին։ Երեխան խաղում է համակարգչով, քանի որ իրական կյանքում զգում է ձանձրույթ։ Այդ ձանձրույթի պատճառներից մեկը կարող է լինել ծնողական վերահսկողությունը։ Այսինքն, երեխայի կյանքը պլանավորված է ծնողների կողմից եւ նա չունի ազատ ժամանակ, սակայն երբ նա նստում է համակարգչի առաջ, նրա մոտ պատրանք է առաջանում, թե նա ազատվել է վերահսկողությունից եւ կարող է անել այն, ինչ ուզում է։ Վերահսկողությունից փախուստի շատ լավ միջոց։ Գոյություն ունի խաղերի տեսակների դիագնոստիկ նշանակություն։ Այսինքն, եթե մենք ուզում ենք հասկանալ եւ օգնել երեխային, շատ կարեւոր է իմանալ, թե ինչ խաղ է նա խաղում։ Խաղեր կան, որոնք բավարարում են նրանց ազատությունը։ Օրինակ, եթե երեխան ագրեսիվ խաղեր է խաղում 15 րոպե, նա պարզապես բավարարում է իր ցանկությունը։ Բայց եթե անընդհատ եւ երկար ժամանակ, արդյունքը ագրեսիվ բնավորության ձեռքբերումն է։ Կարճ ասած, իրական մարդկանց հետ շփվելը, բակային խաղերը, ճամփորդությունները, գիրք կարդալը, բնության գրկում զբոսնելը, ահա սրանք են այն դեղամիջոցները, որոնք հեռու կպահեն ձեր երեխաներին գոնե մի առժամանակ կործանարար եւ վնասակար սովորություններից։ Ափսոս, որ մեր եթերաժամը մոտենում է ավարտին։ Խորհուրդ տալու շատ բաներ կան, սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Իհարկե, Ծուր թատրոնի անունից։ Մենք էլ ենք հետևում այս խորհուրդներին, բջջային հեռախոսներով եւ համակարգչային խաղերով զբաղվելու փոխարեն այցելում ենք Ծուր թատրոն մանկապատանեկան թատերական ստուդիա։ Ստեղծագործում ենք, պատրաստում ներկայացումներ, հեռուստահաղորդումներ։ Այն իսկապես մեզ օգնում է նախապատրաստվել իրական կյանքին եւ ապագա մարտահրավերներին։ Եթերում Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն էին։ Իրական եւ վիրտուալ աշխարհի մասին ձեզ հետ խոսեցին Ավետ Ավետիսյանը եւ բնություն շատ սիրող իմ ընկեր Ոսկան Ոսկանյանը։ Խաղաղօր ձեզ։ Մինչ նոր հանդիպում։ Շատ լուրջ խորհուրդ տվեցին մեր փոքրիկ արտիստներ, ինչու փոքրիկ պատանի արտիստներ Ավետն ու Ոսկանը։ Ապրեք դուք։ Մենք չենք ասում սիրելի փոքրիկներ, ընդհանրապես մի զբաղվեք բջջային հեռախոսներով, համակարգչային խաղեր մի խաղացեք, կարելի է խաղալ, բայց երևի թե չափի մեջ, հա։ Եթե խորհուրդները լսեցիք, ինչպես նաև մեծերը, ուրեմն պետք է հետևել խորհուրդներին մեր Ավետի եւ Ոսկանի։ Դե ինչ։ Հիմա անցնենք ուրբաթօրյա մեր նամակներին, ծրար նամակներին, որ ես ընտրել եմ մեր նամակների սենյակից։ Տեսնենք ով է առաջին փոքրիկը։ Գեղարքունիքի մարզ Մադինա գյուղի բնակիչ Մարատ Սարգսյանից։ Տեսեք, ես այս 21 տարիների ընթացքում Հայաստան Հանրապետության բոլոր գյուղերի անունները հերթականությամբ սովորում եմ, նույնիսկ այն գյուղի, որ նույնիսկ ծանոթ չեմ այդ գյուղին։ Տեսեք, փոքրիկներից մեկը գրում է. Բարև ձեզ, ես Սարգսյան Նորիկն եմ, ես 7 տարեկան եմ, ապրում եմ Մադինա գյուղում, ձեզ եմ ուղարկում քրոջս Անգելինայի եւ եղբորս Մարատի նկարները, իր նկարները չի ուղարկում, քրոջ եւ եղբոր նկարներն են, տեսնեք ինչու, ովքեր, տեսեք ինչ է գրում, ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, դու տաղանդավոր միջնորդ ես, իմ փոքրիկ Նորիկ ջան, Նորիկ ջան, ինչ ենք անելու Նորիկ ջան, ցուցադրելու ենք նկարները, սկզբից Մարատի աշխատանքներն եմ ցուցադրելու, քերի ապա ցուցադրիր, ծանոթ է չէ, Մարատի աշխատանքն է, Չեբուրաշկան է, հայտնի մուլտիպլիկացիոն կերպար, հետո քերի մուլտիկնիկի սովորեցրած կենթանի մուլտիպլիկացիոն հայերեն ատարն է, էլի Մարատն է նկարել, այստեղ, այս լուսինը ով է նկարել, Մարատը, այնտեղ ռուսերեն գրված է Լունա, սա էլ Անգելինան է նկարել կատուների, այսպիսի գեղեցիկ հավաքածու, հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպարներ, ինչ շատ է դուր գալիս, ապրես դու, Անգելինա ջան, իմիջիալոս քերի մուլտիկնիկը ողջունում է Ռուսաստանաբնակ բոլոր հայ փոքրիկներին, Զլայա Կարալևա, շատ ապրես Անգելինա ջան, բարձր գնահատելով ձեր աշխատանքները, այն ուղարկում եմ կախարդական փոստարկղ, դուք պետք է սիրելի փոքրիկներ, էլի նամակներ, նկարներ ուղարկեք, իսկ ես շարունակեմ բացել մյուս ծրարը, քաղաք Երևան, Արագած 68, Ղուկասյան Դավիթ, Դավթյան Օլգա, այսպես, Ղուկասյան Դավիթը 7 տարեկան է, սև ու սպիտակով է նկարել, սև մատիտով, այսպիսի նկարներ է նկարում Դավիթը, սիրահարված սույգը, սրտիկի մեջ,
ապրես Դավիթ ջան, եւ թե Դավիթը սիրում է նկարել դիմանկարներ։ Տաղանդավոր է Դավիթը։ Ղուկասյան, Դավիթ Վարդանի։ Տեսեք ինչ գեղեցիկ դիմանկարներ է նկարում։ Տխուր, արցունքով աղջիկը պատի ետևից նայող։ Քեր լավ է երևում։ Այսպես լավ է։ Քերին ասում է, քանի որ սև ու սպիտակով է, մի քիչ լավ չի երևում նկարը։ Հաջորդ աշխատանքը էլի աղջնակ է գլխարկով։ Քերի։ Լավ է։ Ապրես։ Եվ վերջին աշխատանքը գունավոր է։ Ես կխնդրեմ, երբ որ նկարներ եք ուղարկում, ավելի ընդգծված, գունեղ, աքաղաղը կամ աքլորը։ Ապրես Դավիթ ջան, բարձր եմ գնահատում քո աշխատանքը եւ այն ուղարկում եմ կախարդական պոստարկը, թող մուլտաշխարհի հերոսները տեսնեն դուք ինչքան տաղանդավոր եք եւ ասում եք մյուս ծրարին, Կոտայքի Մարս, քաղաքը Նոր Հաջն, հարավ-արևմտյան թղամաս 11 կոտորակ 4, Սուքյասյան Լիլիթը ինձ նամակ է ուղարկել, պետք է ընթերցենք։ Բարև սիրելի Քերի Մուլտիկնիկ, ես Սեյրան Ապրեսյանն եմ, ապրում եմ Կոտայքի մարզի Նոր Հաջն քաղաքում, աջախում եմ մանկապարտեզ, շատ եմ խնդրում, որ նկարեք սարդ մարդը։ Եթե հետևեք մեր YouTube-յան էջին, այնտեղ լիքը սարդ մարդեր ունեմ նկարած, բայց օրերից մի օր մենք կանրադառնանք այդ հերոսին եւ քո առաջադրանքով կնկարենք։ Տեսեք, հետաքրքիր մուլտիպլիկացիոն, մանկական, երևի թե եկեղեցի Այստեղ էլ բնություն, մասի սարը, ապրես, փոքրիկի համար շատ լավ է, որ այսպես նկարում է, այստեղ, ինչ է, ձկնիկ, երևի կետ է, կետ ձուկ, քերը երևում է, լավ չի երևում, դրա համար խնդրում եմ սիրելի փոքրիկին, որ մի քիչ մուք նկարեք էլի, մեր հերոսին, եւ սա արդեն հյութեղ նկար է, այսպիսի նկարներ ավելի լավ կերևան էկրանից, սիրելի փոքրիկ բարեկամներ, տեսեք, տնակ գունեղ, շատ լավ է, ապրես դու, բարձր գնահատելով քո աշխատանքը, սիրելի փոքրիկ, այն ուղարկում եմ կախարդական պոստարկը, եւ հիմա կատարում ենք մյուս փոքրիկների առաջադրանքը, գնում ենք ծուր թատրոն, դիտելու, բազմաթիվ փոքրիկների խնդրանքով նորից դիտելու Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեռուստա ներկայացումը, առաջ, այլ բուլդա, Հովհաննես Թումանյան, Սուտլիկ որսկանը, հորս կնունքով, մորս ծնունդով, ավեր կացանք մի օր 5-6 հոգով, թրով թվանքով, որսի գնացինք, հատիներ, ուդիներ, չոտիներ, մատիներ, երես էր, ես էի, գնացինք որսի, հու հա, հու հա, սարեր, ծորեր, դուզ գնացինք, որտեղ որսկար սուսուփուս գնացինք, որտեղ ահեր, կուզերկուզ գնացինք, շատ թե քիչ, Միներ տեսնենք, 3 լիճ, Երկուսը ցամաք, մնի մեջն էլ ըսկի ջուր չկա, միներ տեսնենք, Իս անջուր լճում, ալողում են ճճում, իրեքած սպիտակ բատ, Երկուսը սատկած, մին էլ ըսկի կենթանի չի, հադի, տուր հատուր, թվակ չունեմ, ահուդի, տուր հատուր, ես էլ չունեմ, չատի մատի, մենք էլ չունենք, բա ինչ անենք, հորես ձերը, հաստ ու բարակ, կարճ ու երկար մի պետ կար, երեսն առավ նշան բռնեց մին էլ տրխկ, որ կրակեց, նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի, գետին փրվեց, ամեն թևը 5 կազուկես, հադի դանակ, դանակ չունեմ, ահուդի դանակ, ես էլ չունեմ, չատի մատի, մենք էլ չունենք, բա ինչ անենք, հերս էլ ունի, բերան չունի, Էսան բերան դանակը քաշեցինք, հատին մարդեց, չկարած, հուտին մարդեց, չկարած, չատին, չկարած, մատի, չկարած, ժետել, չկարած, ես քաշեցի, մորթեցի, ամորթեցի, վեր քցեցի,
Abad mi asıl. Mi konuş asla. Hadi şalaket Çıkarat. Şalakit. Çıkarat. Çapin Çıkarat. Martin Çıkarat. Rtel. Çıkarat. Yes, şalaketi. Gnatsink. Gnatsink, hasank mite. Mine. Desnek gerek ger. Երկուսի տեղը ըսկի չի երևում, մնում ըսկի տուն չկա, Ես անտում գյուղում Ամիտուն գտանք։ Այդ տան մեջ 3 բառավ։ երկուսը մեռած, մնի բերանում ըսկի շունչ չկա, İnsan şunç barave. Tesman yekov, tenman yekov. միկիս բրինց գտավ, U yerek barint. երկուսը ծակ, մին ըսկի տակ չունի, Տարեք։ Ամեն։ Ինչ ա եղի։ Ինչ։ Ինչ կա։ Աս եկեք, բադով փլավանենք։ Ջուրը լցինք էտ անտակ բրինձը, մեջը դրինք էտ բադն ու բրինձը, անկրան էպեցինք, էպես, բադն ու բրինձը գնացին, մնան ջուրը, Որսից եկած, սոված մարդիկ։ վրատին Կերանք։ Մենք էլ կերանք, էուվ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։ Շնորհակալություն Ծուր թատրոնի բոլոր արտիստներին, փոքրիկներին, պատանիներին գեղեցիկ ներկայացում ցուցադրելու համար։ Ժամանակն է հրաժեշտի, ձեր նամակներն ու նկարները պետք է ուղարկեք մեր անփոփոխ հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրների 2, կենտրոն հեռուստաընկերություն։ Մեկ էլ մեզ հուշեք, թե էլ ինչ հեքիաթ ներկայացում կարող ենք մեր պատրաստել, դե հուշեք, մենք անպայման կբեմադրենք։ Իսկ դուք սիրելի ծնողներ, բաժանորդագրվեք Multicnic YouTube-յան էջին։ Ինչու եմ այսպես արագ խոսում, քերին ասում է ժամանակը, եթերային ժամանակ արդեն ավարտվել է, ոչ թե ավարտվում է։ Բայց ոչինչ, հրաժեշտը տանք, նոր ավարտենք։ Ժամապահ քերին մեր թատրոնի բոլոր սաները, Ծուր թատրոնի մուլտիպլիկացիոն հերոսները, Ապաչի ընկերությունը եւ քերի Multicnic-ը ձեզ հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Մինչ նոր հանդիպում սիրելի փոքրիկներ։ Աստված ձեզ պահապան։ Ալբուլդա։ Hello.